7-րդի դասարանից։ Մեկ ուրիշի դեմ լարված չեմ։ Ես ծնող եմ, ես ուզում եմ հասկանամ։ Ինչի է ձեր դեմ լարված, մեկ այլ ուսուցիչի դեմ լարված չեմ։ Երևի։ Ես կոնկրետ զգացել եմ, որ ես հարվածի թիրախ եմ։ Ոնց կարա ուսուցիչը, որ զգում է ինքը հարվածի թիրախ է բանանի, երեխայի ասածի մեջ սխալներ կար։ Բան ասեմ ձեզ, ես սովորել եմ, ավարտել եմ այս դպրոցում, մեր հարգանքը ուսուցչի նկատմամբ ամենաբարձր կետի վրա է։ Այդ ոնց է եղել։ Եթե տեսեք ինչ եմ ասում, եթե երեխաները ուսուցչին չհարգեցին, իր դասը չեն լսելու, իր դասը չեն սովորելու։ Ուսուցիչից է գալիս ամեն ինչ։ Կարելի է, ես ամենաբարի ուսուցիչն եմ եղել, որ ամեն մի գրքերով պարգևատրել եմ երեխաներին, իրենց արած դասը սովորելու, լավագույն պատասխան տալու համար, այսինքն ես ամեն ինչ ոգևորել եմ։ Ինչու կա, լավը չեն ասում ուսուցչի, վատն, ինչու չէ, կազմակերպվել է տնօրենի կամ չգիտեմ ինչու, շատ լավ եմ լսում։ Իմ երեխան ասում է Տիկին Դավթյանը, որպես մասնագետ, լավ մասնագետ է, բայց ինքը իրան պահելու ձև չունի, վիրավորում է երեխաներին, տարբեր բաներ է ասում, չեմ ասում ես ում, այս պահին ես անկեղծ եմ ասում, տեսեք ասում եմ իմ երեխան, իմ երեխան ասում է Տիկին Դավթյանը լավ մասնագետ է, լավ մասնագետ, որպես մասնագետ, որպես մանկավարժ, ես առաջինը մանկավարժ ինքը լավն է խոսում, ասում է որպես մասնագետ, լավ մասնագետ է, բայց ասում է վարքի առումով ինքը վիրավորում է, աշակերտներին կամ տարբեր վատ բաներ։ Լավա չեն ասում խփելա, ես երեխա, որին վրա, ես ոչ երեխա, ոչ է վիրավորում։ Դավթյան, նորմալ է, որ աշակերտները այսպես Ա եղել նաև, որ Տիկին Դավթյանը դասերի ժամանակ պրոպագանդում է Թուրքին սիրելու գաղափարը, ամբողջ ագրեսիան երեխաների եղել է դրանով նաև, որ Թուրքի մարդ տեսակը կա, Թուրքի լավ տեսակը կա, ես ուզում եմ ուղարկի մի հատ այսպիսի արտահայտություն անեմ, եթե Թուրքիայում որևէ մի մանկավարժ կանգնի դպրոցում, դասասենյակում հայի պրոպագանդի, այդ մանկավարժի գլուխը հրապարակում կկտրեն ուղարկի, դուք կապ չունի ձեր կարծիքը, դուք իրավունք չունեք, իսկապես թուրքասեր եք, հա, այդքան։ Մի րոպե ես ասեմ, ոչ, ես թուրքասեր չեմ, բայց մի րոպե իրավունք չունեք Թուրքին սիրելու պրոպագանդան անել դասասենյակում, մեր երեխաների հայրենասիրությունը դուք ուզում եք հայրենասիրությունը ես ասեմ, 10 անցնում էինք հայ թաթարական ընդհարումներ 20-րդ դարասկզբի, որը կազմակերպվում էր ցարական կառավարության կողմից, այսինքն Կովկասի թաթարներ, ներկայիս ադրբեջանցիները եւ հայերին, որտեղ շերտ մեջ ապրում էին, լարում էին իրար դեմ, բորբոքում էին ազգամիջյան կռիվներ եւ դրա մասին էր դասը։ Ես կապեցի մեր օրերի հետ եւ ասեցի, որ չկա այդպիսի ազգ, որ չունենա լավն էլ, վատն էլ։ Ու այդպես չի, որ այո, դա չի նշանակում, որ նա ադրբեջանցի է, Ռուսաստանում է, ուրեմն ինքը վատն է, որ մեր հայերի մեջ էլ կան թուրքան նման հայեր։ Ընդամենը դա եմ ասել, ես այսինքն կապել եմ մեր օրերի հետ։ Այսօր երեխաներին չգիտեմ ովքեր են կազմակերպել, այդ դրթիչներն ովքեր են հանել անմեղ ուսուցչի դեմ։ Եթե ես որպես մասնագետ պատմաբան, ուրեմն իմացեք 10 անգամ ավել ես մանկավարժ եմ։ Երեխան չէր տեսել ոգևորել, գրքերով ոգևորել եմ, մասնակցել եմ գրքերով, բոլոր դասարանը Ամաչում են, չեն վերցնում, ամաչում են այդ գրքերը։ Վարկ Մաշտոցի, Կոյրունի Վարկ Մաշտոցի գիրքը հատիկ ես վրաները ստորագրել եմ, բաժանել եմ պատմության հիշարժան վայրեր, որը դրանք բոլորը իմ ուսանողական տարիների առած գրքերն են, բոլորը պատմության վերաբերյալ գրքեր են, որ ես բաժանել եմ, նսեմացնել ուսուցչի աշխատանքը, զրպարտել, կազմակերպել ուսուցչի դեմ, որ դպրոցը թողնի, ես էլ եմ ասել, միայն իմ դիակի վրայով, չեմ գնալու, սա կազմակերպվել է իմ դեմ, նրանք շատ են, բայց մեծը այլ Ինչքանով է հաճելի, երբ որ աշակերտները ձեզ չեն ընդունում։
մեկին անել հարվածի թիրը։ Ես իմ երեխային հանելու եմ այս դպրոցից։ Ձեր համար կարևոր չի ունցել։ Կարևոր չի ասում եմ։ Որովհետև դուք կլարվեք այդ երեխայի դեմ։ Կլարվեք, կարևոր չի։ Ով որ գիտի։ Ուրեմն որ լավ ուսուցիչ եք, իմանայիք ես ում ծնողն եմ։ Ուրեմն լավ ուսուցիչ եք։ Այն մնացած ուսուցիչները անգիր գիտեն։ Չեմ վիրավորում։ Ես սկզբից ասեցի, իմ երեխան ասում է ինքը լավ մասնագետ է, բայց ոչ մի վարվելակերպ չունի ոչ մի երեխայի հետ։ Հիմա ոստիկաններն էլ են արդեն խառնվել։ Ձեզ ուզում էին ուղեկցել բաժին, ինչ էին։ Չէ, ուզում են ասեն գնացեք տուն, մի րոպե։ Ես երբեք օրինակ էլ կարող եմ բերել։ Գործից կտրվեմ գամ երեխային։ Ես ոչ մեկի չեմ զրպարտում, ոչ մեկի։ Ես ոչ մեկի չեմ զրպարտում։ Զրպարտում եք, համոզես։ Որովհետև սարքել եք իմ դեմ, դեր Մարտին դավադրաբար, կարելի է, Մարտին դավադրաբար կազմակերպվեց իմ դեմ, անմեղ տեղը, որ ուսուցիչը ոչնչի տեղյակ չի հեռացնել աշխատանքից, անկեղծ եմ ասում, վերականգնվեց, Հարությունյանը կանչում է վերև, տնօրենը վերև է կանչում, ասելա գնատուն, ես հոգեկան չեմ, դա զրպարտանք է, ես էլ եմ ասում, ես ծնողի արարքների համար երեխայից վրեժ չեմ ուծում։ Ես ես դպրոցում եմ սովորել, ծամոն ծամելու համար դպրոցից աշակերտին հեռացրել են։ Ինչ կոմունիստ։ Որը հիմա չի ասում, դա կոմունիստների քարացած տեսա, դե ներկայացեք ով եք դուք, եթե դուք արդար եք։ Ես իմ անունը Կարեն Հակոբյանն է, ես ներկայացա։ Զավակը որ դասարանում է։ Դա հեչ կարևոր չի։ Ես չեմ էլ պատրաստում ես երեխային բերեմ ես դպրոցը, որ դուք ստեղծում եք։ Ես գնում եմ։ Այսինքն գտնում եք, որ դուք ժամանակակից եք, դրա համար եք ծամոն։ Այո, նրան ոչ թե ժամանակակից եմ, այ չգիտեմ ինչու տարվում է իմ դեմ, դիտմամ վերևիցից մեջ եք բարձացեք վերևից կազմակերպվում ես դեռ, ինձ ասում են մարտից, ես վերականգնվել եմ նորից կազմակերպվում է իմ դեմ, բայց չգիտեմ, բայց որ դա կա, ես էլ եմ ասում, ես լրիվ անմեղ եմ, մի ձեռքը վերջացնում եմ, մի ձեռքը ծապ կտա, ես ոնց կարամ սա անեմ, հասկանում Տնօրենը կանչում է, ձեզ չեք գնում։ ուսուցիչներ են անում և ղեկավարությունը։ Զանգ է տվել, գնում եք, իմ երորդ շահ, Ուսուցիչների յուղ է, մեկը մեկի բարեկամ է, իրար պաղում են։ Ես մենակ եմ, բայց ես լրիվ Գյուղից։ Ոչ, ես Արմավիրից եմ, ես դեկտեմբերին եմ եկել, այս գյուղում ոչ մի ծանոթ չունեմ, կազմակերպվում է գյուղը, մեկը մեկին ճանաչում է, մեկը մեկին բարեկամներ են, վերևից էլ ընթացք են տալիս, դե թող ծնողը լիներ, դա լրիվ սրպարտանք է, լավին ջարդել, չթողնել աշխատել, խաթարել է մի անգամ երբ ինքը